Ինչ վերաբերում է Գանձասարին, ապա այս թիմը 8-րդ տեղում է 21 միավորով։ Արարատ Արմենիան մարզական խնդիր այլևս չի հետապնդում, Գանձասարը շարժառիթ ունի թիմը, բացի այն, որ չեմպիոնի դեմ խաղալն արդեն մեծ շարժառիթ է ցանկացած թիմի համար։ Գանձասարը սկսված է հանդիպումը եւ գնդակով հյուրերն են Գանձասարի խաղացողները։ Իր տնային խաղերը Արարատ Արմենիան մրցաշար Արմենիայի անկյունայինին փոխանցում դեպի Տուգանային հրապարժակ, հարված տեղի չունեցավ, բայց կապես շատ կարևոր խաղերում սկզբունքային մրցակիցների դեմ շատ գեղեցիկ գրոհ է հիմա Ալվինթերա եւ Լոբուս ոչ ոք չկա։ Լավ փոխանցում էր Արմեն Համբարձումյան սուրը անկյուն է, ինչ է որոշելու փոխանցում հետ եւ փոխանցում առաջ շարունակվում է Գանձասարի գրոհը Լիզալդը եւ շեղ է ստացվում հարվածը ների վնասվածները մրցաշրջանի վերջնամասում շատ խանգարեցին թիմին Վելտոն Թերա կլինի հարվածում է Արայիկ Էլոյան անցում է ձեռնարկում Օբոնդեն բայց չկարողացավ բոլորին շրջանցել Վելտոն Շաղոյան մտավ Տուգանային հրապարժակ հարվածում է դրվագ ենք դիտում Արարատ Արմենիան առաջին կեսի վերջնամասում հաշվի մեջ առաջ է անցնում 1-0 թիմն ուներ առավելություն ուներ գոլային պահեր եւ ի վերջո հասավ իր նպատակին 42-րդ րոպեին Հայաստանի նորընծած չեմպիոնը բացում է խաղի հաշիվը Շաղոյանը ուշադրության կենտրոնում է, նա ստացավ գնդակը, Հակոբյանը ձախից բացվում էր, Շաղոյանը դադար վերցրեց, ազատ էր եւ սա հրաշալի գոլ էր ուղղակի, փայլուն հարված տեսեք Հակոբյանը շեղեց եւ Պետրոսյանի եւ Խաչատրյանի ուշադրությունը որևէ խնդիր այլևս չի հետապնդում վերջին տուրում Առաջին կեսն ավարտված է Արարատ Արմենիա Գանձասար 1-0 Ժիրայր Շաղոյանը գոլի հեղինակն է ընդմիջումից հետո կվերադառնանք Ավանի ֆուտբոլ որպես այդպիսին մեծ տարբերություն չկա 7-րդ տեղ 8-րդ տեղ այսինքն եվրագավաթային ուղեգրի համար պայքարում չէ Գանձասարը Նոբրեգա հարված բարձ է ստա Վալաշկերտը հավասար քանակի միավորներ ունեն 53-ական Այստեղ Փյունիկին առավելություն է տալիս անձնական խաղերում ունեցած առավելությունը ինչ արվա փոխանցում Արմեն Համբարձումյան ընդունում է գնդակը շրջանցում Էմանուելին փոխանցում եւ Կիրուշ Հակոբյան Շաղոյան Այոնգո Նդուր Այոնգո շեղ է հարվածում պաշտպանները կտիրեն հիմա դա ստացվեց եւ գրոհը շարունակվում է Դավթյան Դավիթ Դավթյան Անդերս թե Նուան թե Փյունիկը թե Ալաշկերտը նվաճել են եվրագավաթային ուղեգրեր եւ եթե բոլոր խաղերն այսպես ավարտվեն ապա Նոան թիմերը մեկական գոլային պահ են ունեցել Երկու դեպքում էլ անչափ գեղեցիկ գոլներ կարող են լինել եւ հիմա էլ նորից Դավթյանն էր մոտ 2-2 հաշվի ժամանակ վաստակեց 11 մետրանոց իրացրեց Օլիվերան եւ Արարատ Արմենիան հաղթեց այդ խաղում հաղթեց նաեւ այսօր 1-0 Արարատ Արմենիա Գանձասար Ժիրայր Շաղոյանը հաղթական գոլի հեղինակն է որպես նորընծած չեմպիոն Արարատ Արմենիան այսօր եւս հաղթեց Ուշադրություն դարձրեք Բուենոն տոնում է ոչ միայն Կոլումբիայի, նաև Հայաստանի Հանրապետության դրոշով հայոց եռագույնով սա եւս կարևոր քայլ է Բուենոյի կողմից ի վերջո նա երկար տարիներ այստեղ խաղում ահա արդեն ունի Ժոաո Լիման, Մեթյու Գբոմադուն Միսակ Հակոբյանը Արարատ Արմենիան 6 տարի անց հռչակվում է Հայաստանի չեմպիոն երրորդ անգամ իր պատմության մեջ լավագույնն է Հայաստանում Արարատ Արմենիան
այս մրցաշրջանի կտրվածքով եւ